Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 27։ Երկրի թագավորները վեր են կենում և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա օծյալի դեմ։ Սաղմոս 2-2 խոսք։ Այստեղ մենք տեսնում ենք Քրիստոսի թագավորության համար մեծ պայքար, որը ներառում է և դժոխքը, և դրախտը։ Այս պատերազմի ասպարեզը երկիրն է, որտեղ սատանան վաղուց զավթել է իշխանությունը և այնքան է գերիշխում, որ նրան անվանում են մեր շնչած օդի իշխան և այն աշխարհի չակերտյալ աստված, որտեղ մենք ապրում ենք։ Նա լավ գիտի, որ որքան Քրիստոսի արքայությունը զորանում ու տարածվում է, այնքան իր իշխանությունը թուլանում և նահանջում է։ Այդ պատճառով էլ, թեև Քրիստոսի արքայությունը անպայման պիտի հաստատվի, այն չի հաստատվի հանգիստ կամ առանց դիմադրության։ Քրիստոսի, նրա արքայության, նրա սուրբ հավատքի և դրա բոլոր շահերի դեմ կանգնեցված հզոր դիմադրությունը նկարագրված է Սաղմոսի 2-1-3 խոսքերում։ Կարելի էր ակնկալել, որ այս աշխարհի համար այդքան մեծ օրհնությունը բոլորը սիրով կընդունեն և կընդգրկեն, որ ամեն մի իշխանություն անմիջապես խոնարհվի Քրիստոսի իշխանության առաջ և երկրի բոլոր թագերն ու գավազանները կդրվեն նրա ոտքերի առաջ, սակայն իրականությունը լրիվ հակառակն է։ Երբ որևէ փիլիսոփայական աղանդի գաղափարները, անկախ նրանից, թե որքան աբսուրդային էին, ոչ էլ որևէ իշխանի կամ պետության իշխանություն, անկախ նրանից, թե որքան բռնակալական են, չեն հանդիպել այնպիսի կատաղի դիմադրության, ինչպիսին Քրիստոսի վարդապետություններն ու կառավարումը։ Սա ինքնին նշան է, որ այն երկնքից է, որովհետև այդ դիմադրությունը ակնհայտորեն դժոխքից է իր սկզբնաղբյուրով։ Այստեղ մեզ ցույց է տրվում, թե ովքեր պիտի երևային որպես Քրիստոսի հակառակորդներ և ովքեր էին սատանայի գործակիցները այս պայքարում նրա արքայության դեմ։ Իշխաններն ու ժողովուրդը, դատավորները և երկիրը հաճախ ունեն տարբեր ու նույնիսկ հակադիր շահեր, բայց այստեղ նրանք միավորվում են Քրիստոսի դեմ։ Ոչ միայն հզորներն են, այլ նաև բազմությունը, ամբոխը, հեթանոսները, ժողովուրդները, մեծ թվով մարդիկ։ Եվ թեև նրանք սովորաբար սիրում են ազատությունը, այնուամենայնիվ մերժում էին այն ազատությունը, որը Քրիստոսը եկել էր տալու և հռչակելու։